Ընկերներ ողջույն, խաղաղություն ձեզ։ Քանի որ այսօր Զատիկն է, Քրիստոսին խաչել են, ուզում եմ սրա մասին էլ կիսվեմ ընկերներ։ Ընկերներ մեծ աղջիկը խոսում էի, ճիշտն ասած, օրինակ բերեցի, Աստված արդար Աստված է։ Աստծո արդարությունը չի քննարկվում, եթե Աստծո արդարությունը խախտվի, Աստված գահից կընկնի։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Գիտես, երբ որ ինձ մեկը օրինակ $10,000 ունի ու $1,000 տալիս է, ես ծախսում եմ այդ փողը, վատնում եմ, լավ բան եմ անում, չգիտեմ, ինչ որ անում եմ, գալիս եմ կանգնում եմ այդ մարդու մոտ, ասում եմ, գիտես, այդ $1,000 չունեմ, չեմ կարող քեզ վերադարձնեմ, ու Աստված ֆռում ասում է, ոչինչ, ներում եմ, լավ, ողորմություն եմ անում, գնա։ Գիտես, բայց արդարությունը չի վերականգնվում, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Դուս ա գալիս այդ մարդու մոտի $10,000 հենց դեռ $9,000 մնացել, ու դա արդար չի։ Այդ $1,000 մեկը պետք է դնի։ Գիտես, Քրիստոսը հենց խաչվելով այդ $1,000 տալիս է։ Գիտես, քո մեղքերի համար, որովհետև եթե դու ողորմության արժանի ես, ողորմությունը արդարությունը չի վերականգնում։ Ուղիղ դες ասում եմ, ողորմությունը պետք է կատարածվի ինչ որ մեկի գնով, ինչ որ մեկը պետք է ձեր համար վճարի։ Դա ընկերներ Քրիստոսն է, որ ձեր համար վճարել է։ Մի այլ տեղ ասեմ, գրած է Մարգարենի մեջ, ասում է, եթե ձեր ասում է մեղքերը կարմիր լինի, ասում է ձյունի պես, ասում է սպիտակ կսարքեմ։ Ու ասում է, եթե ձեր մեղքերը ասում է կրկնակի կարմիր լինի, ասում է կտոր կա դες ամենաշքեղ փայլուն սպիտակ կտորն է, ասում է այդ կտորի պես ասում է ջերմակ եմ ասում անելու ձեր ասում է ձեր մեղքերից ասում է մաքրելու եմ ու նվալու եմ։ Ու գիտես Քրիստոսի խորհուրդը իրապես խաչվելով նշանակում է ձեր ամեն մեկի փոխարեն Քրիստոսը վճարել է։ Այլ ուրիշ բանա դուք հավատքով դա վերցնում եք թե չէ։ Գիտես այդ աղջիկը ասես նայեց, ասեց այսինքն իմ համար կոպիտ ասես վճարված է։ Ասում այո, եթե դու հավատքով վերցնում ես Քրիստոսը քո համար վճարել է, որովհետև ընկերներ գործերը մեզ չի արդարացնում, որովհետև չգիտեմ մեր լավ բարի ու չար լինելը մեզ չի արդարացնում, մեզ միակ արդարացնողը դա հավատքն է։ Հավատում ենք Քրիստոսին, որ իրապես մեր փոխարեն վճարեց ընկերներ, խաչի վրա։ Այն ցավը, որ Քրիստոսը քաշել է ընկերներ, այս աշխարհում ոչ մեկ չի քաշել։ Եղեղնել է եղել, կոտորածնել է տարբեր ազգերի մեջ եւ այլն մարդիկ կասեն ցավ են քաշել, բայց այն ցավը, որ Քրիստոսն է քաշել, ոչ մեկ չի քաշել։ Իրապես sense մի հատ բան կար, հողոմեական կայսրության ժամանակ, երբ որ 40 մտրակի հարվածներին արժանացնում, մարդիկ սաղ չէին ունում դրանից։ Քրիստոսին հերիք չի, որ 40 մտրակով հարվածել են իրականում, որի վրա ոսկողներ կար, sense մաշկը ճղում էր, sense կոպիտ ասած, մենակ այդ արյունը, որ էթում է, դրանից առնակամությունից կարես իրական մի քանի վարկան է պետք մեղնես, էլի, բայց Քրիստոսը չմեղավ ընկերներ, դրանից հետո խաչը դրին վզին, ասին դա գնա, այն սարը, որտեղ որ պետք է խաչվես։ Իրապես ուժ չուներ։ Իրապես ուժ չուներ, ինչ որ մեկը իր խաչը փորձեց իրան օգնի, որ տանին դեղ, պլյուս այդքանից հետո հանեցին խաչեցին։ Պլյուս բացի այդ 40 հարվածներ իրան ծեծում էին, այնտեղ թքում էին, չգիտեմ, փեդելով էին ծեծում։ Շատ դժվար էր։ Այն ցավը, որ Քրիստոսն է քաշել, իրապես աշխարհի վրա գոյություն ունեցող ամենաուժեղ ցավերից մեկը կնշ ծննդաբերությունն է, որ հավասար է, չգիտեմ, մի քանի ոսկողների կոտրմանը եւ այլն միանգամից։ Բայց այն ինչ որ Քրիստոսն արել է, ընկերներ, մի 15 անգամ ավել է ծննդաբերության ցավից։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Ու դրանով իսկ արդար լինելով, դες ցավը որն է, երբ որ մեղք ունենաս հանեն խաչի վրա, կամ չգիտեմ, դատապարտում են ինչ որ մեկին, ինչ որ մեղքի համար, արդար է։ Բայց Քրիստոս ընկերներ սուրբ լինելով, որտեղ մի տեղ էլ մարգարեների մեջ գրած է եւ նրա բերանում սուտ չգտնվեցավ։ Այսինքն իրապես քննվել է, որ կրակի մեջով անցել է ու մի բաղ չկա որ անհիմն, այսինքն ինչ որ խոսացել է Քրիստոսը ամեն ինչ համար կարացել է պատասխան տա ու սուտ չի գտնվել նրա բերանում։ Ընկերներ, այո, Քրիստոսը ձեր համար վճարել է, ամբողջ ձեր պարտքը վճարել է։ Դրա համար եթե կարաք հավատքով դա ընդունեք, օրհնված դեմքեր եք։ Ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ, երանելի այն մարդը, ով որ հավատքով արդարանում է, Սաղմոսների մեջ դա գրած է։ Երանի նրան, որ հավատքով նրան արդարություն համարվեցավ, ընկերներ։ Հենց որ մեր Աստված խաչվել է 2000 տարի առաջ, շատ մեծ ցավը քաշել, այն իրապես մենք չենք պատկերացնում, չենք կարող հասկանանք եւ այլն, բայց հաղթել ընկերներ։ Ուրախանանք, որ մահը նրան չկարողացավ պահել։ Հարություն աղավ ընկերներ։ Հարություն աղավ, մեր փոխարեն վճարեց, հիմա էլ նստած է հոր կողքը ամեն վարքյան, ամեն մեկիդ համար բարեխոսում է։ Չի նայում, որ դուք չար եք, որ դուք պիղծ եք, որ դուք ամեն վարքյան մեղք եք գործում, ամեն մեկին քրվում եք եւ այլն, ամեն րոպե ֆողում է հորը ասում է ոչինչ։ Ասում է ժամանակ տանք։ Հաստատ կապաշխարիկ, փրկվի, արժի ու բարեխոսում ամեն վարքյան ձեր համար ընկերներ, ամեն մեկի յուրաքանչյուրի համար։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ։ Հորդում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։